Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր նոյեմբերի 16։ Ընտրված պտուղ բերելու։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ, և ձեզ դրի, որ դուք գնաք և պտուղ բերեք։ Հովհաննես 15:16 խոսք։ Շատ անկեղծ քրիստոնյաներ կարծում են, որ պտուղ բերելը պարզապես նշանակում է հոգիներ շահել Քրիստոսի համար, սակայն պտուղ բերելը նշանակում է շատ ավելի մեծ բան, քան մենք կարծում ենք։ Տեր Հիսուսի խոսքը քրիստոսանմանության մասին է, պարզ ասած, պտուղ բերել նշանակում է արտացոլել Քրիստոսին, նմանապես շատ պտուղ արտահայտությունը նշանակում է մշտապես աճող Քրիստոսի նմանությունը։ Մեր կյանքի նպատակն է ավելի ու ավելի նմանվել Հիսուսին։ Այն պետք է լինի մեր բոլոր գործողությունների, մեր կենսակերպի, մեր հարաբերությունների էպիկենտրոնը։ Իսկապես, մեր բոլոր պարգևներն ու կոչումները, մեր աշխատանքը, ծառայությունը և վկայությունը պետք է բխեն այս հիմնական նպատակից։ Եթե ես իմ սրտով նման չեմ Քրիստոսին, եթե ես նկատելիորեն ավելի չեմ նմանվում նրան, ապա ես բաց եմ թողել Աստծո նպատակը իմ կյանքի համար։ Պետք է հասկանանք, որ Աստծո ծրագիրը մեզ համար չի կարող իրականանալ Քրիստոսի համար մեր գործով։ Այն չի կարող չափվել մեր որևէ նվաճմամբ, նույնիսկ եթե մենք բժշկում ենք հիվանդներին կամ դևեր ենք հանում։ Ոչ, Աստծո ծրագիրը մեզանում իրականանում է միայն նրանով, թե ինչպես ենք մենք փոխակերպվում նրա նմանության։ Մտեք քրիստոնեական գրախանութ և դուք կգտնեք հիմնականում գրքեր ինքնահաստատման մասին, ինչպես հաղթահարել միայնությունը, հաղթահարել դեպրեսիան, գտնել բավարարվածություն, բայց մենք ամեն ինչ սխալ ենք անում։ Մենք կոչված չենք հաջողակ լինելու, ազատ լինելու բոլոր խնդիրներից, լինելու յուրահատուկ, հաջողության հասնելու։ Շատերը մոռանում են միակ նպատակի մասին, որը պետք է լինի իրենց կյանքի կենտրոնը՝ դառնալ պտղաբեր Քրիստոսի նմանությամբ։ Տեր Հիսուսն իրեն ամբողջությամբ նվիրեց Հորը, և դա նրա համար ամեն ինչ էր նշանակում։ Նա ասաց. «Որովհետև ես իմ անձից չխոսեցի, բայց ինձ ուղարկող Հայրը, նա պատվեր տվավ ինձ, թե ինչ պիտի ասեմ և ինչ պիտի խոսեմ»։ Ցանկանում եք շատ պտուղ բերել Քրիստոսին նմանվելով, ավելացրեք ձեր սերը ուրիշների հանդեպ, և դուք ավելի կնմանվեք Քրիստոսին։ Պտուղ բերելը կախված է նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր կողքիններին։